Ական 80 Ական կպնողական Կարոտը ձեռքբերովի մեր 6-րդ զգայարանն է։ Հայաստանից դուրս դեպի հայրենիքն ունեցած սերը կրկնապատկվում է, քանի որ այն կարոտի քաղցր օշարակի մեջ է կախված։ Այս ականը հենց այստեղ, Ամերիկայի ամենամիացյալ նահանգ Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում եմ գրում։ Փոքրիկ անոնց, սովորականից ավելի անմիջական ական է լինելու։ Համարեք զրույց հեղինակի հետ։ 90-ականների առաջին ականը 17 ամիս առաջ եմ գրել։ Այդ ամիսների ընթացքում հազարավոր հուշերի, ուրախության, հիասթափության, հույսի, անհամբերության եւ նման շատ հակադրվող երևույթների մասին գրեցի։ Հայի եւ հայկականության մասին այսքան գրելուց հետո օվկիանոսից այս կողմն առաջվա նման հեռու չի թվում։ Աշխարհագրական վայրի փոփոխության հետ շատ կարծիքներ եւս փոփոխությունների են ենթարկվում։ Ինքնաթիռի օդ բարձրանալուն պես ամենայն կարոտի հետհաշվարկը միանում եւ հանգիստ չի տալիս։ Փարիզ Լոս Անջելես ինքնաթիռը երկիր մոլորակի ձգողական ուժը իրեն ենթարկելով հանգիստ վայրեջք կատարեց։ Բուռն ծափահարություններից հետո ինքնաթիռից դուրս եկանք ու շարժվեցինք դեպի անձնագրային սահմանապահների նստավայր։ Քանի որ դպրոցում ֆրանսերեն եմ անցել ու հետո երբեք անգլի չեմ գնացել, հետևաբար նորմալ է, որ անգլերեն խոսել չգիտեմ, ինչքան գիտեմ ինձ հերիք է։ Hi, okay, my name is Հարություն, I'm from Armenia, что, what? Բարեհամբույր օֆիցերը հասկացավ, որ հարցը հասկանալի չէ եւ ինչ ուզում խոսում եմ։ Google Translate-ին դիմեց։ Հեռախոսի էկրանին հայերեն տառերով գրվեց. Բարի գալուստ Կալիֆոռնիա, ում մոտ եք եկել։ Ինչ անհեթեթ հարց։ Դո քեզ ինչ, դու հարցրու ինչքան ժամանակով եմ եկել մտածեցի, բայց Google թարգմանիչի ականջին ուրիշ բան ասացի։ Մեկ ամսով եկել եմ ընկերներիս տեսնեմ։ Մի քանի հարցից հետո օֆիցերը առանց մուտքի կնիկ խփելու ու թույլատրելի ժամանակահատված նշելու անձնագիրս վերադարձրեց ու այնպես սիրալիր Welcome to Los Angeles մաղթեց, թվաց մի քանի քայլից մեկը green card է նվիրելու։ Իջա ճամպրուկների կարուսելի մոտ։ Հեռվից հեռու աչք ծակող դեղին ճամպրուկս նկատեցի։ Խեղճին Զվարթնոց օդանավակայանում դեղին ինքնակպչունով այնքան խիստ էին փաթեթավորել, կարծես Մարիոյի վերջին աշխարհի դևին էին վնասազերծել։ Երկու ճամպրուկներից մեկում անձնական իրերս էին, իսկ մյուսում ծանոթ բարեկամներից փոխանցելու իրերն էին լցված։ Այդ ճամպրուկը շատ ավելի ծանր էր, որովհետև տարիների խտացրած կարոտ էր բեռնված։ Հարութ ջան, WhatsApp-իդ համարը տվել եմ, բալես, էս ալոչները տար, կզանգեն կվերցնեն։ Հա, պրոբլեմ չկա, բայց այդ հորած պանիրը չտանեմ էլի։ Օվկիանոսից այս կողմ, հեռավոր Լոս Անջելես քաղաքում, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա հայկականությունը նույնն է։ Անկախ բնակության վայրից հայը մնում է հայ եւ իր շուրջը կարողանում է հայկական միջավայր կառուցել։ Լսի բալես, դու սիթիզեն ես, բայց ամերիկացի չես, այն որ ամառը տուրիստ էինք գնացել Հայաստան, այ քո հայրենիքը էնա։ Ոչ թողնում են երեխեն նորմալ ամերիկացի դառնա, ոչ թողնում են ամերիկյան միջավայրի հետ շփվի, տանում են հայկական խմբակների, պարտադրում են հայերեն խոսել եւ լավ են անում, չեմ մեղադրում։ Ուղղակի երեխայի համար բարդ առաջադրանք է ապրել մի երկրում, բայց մեկ ուրիշ երկրի մշակույթ կրել։ Ուրիշը որն է, այ ախպեր, մեր մշակույթն է, որտեղ էլ լինենք, բա պետք է հայաբարի ապրենք։ Ոչ ոք իրավունք չունի մեղադրել մարդկանց, որոնք ճիշտ է Հայաստանում չեն, բայց նրանց հացը երբեք խլեպ չդարձավ, հավը չիքն չդարձավ եւ այդպես բազմաթիվ օրինակներ կարող են բերել։ Լոս Անջելեսում հանդիպածս հայերի զգալի մեծամասնությունը վերադառնալու երազանք ունի, բայց արդեն կապվել են այդ քաղաքի հետ, որն իրենց ապրելու եւ աշխատելու իրավունք է տվել, որտեղ օրենքը բոլորի համար նույն կերպ է գործում։ Ապեր մեռնեմ Հայաստանի սրտին, բայց ես Լոս Անջելեսն էլ եմ սիրում, կյանքիս կեսը ստեղ եմ ապրել, էս էլ է հարազատ, էս էլ է իմը։ Մարդն իր բնույթով այդպիսին է։ Բնակության վայրի հետ կապվում է առաջին հերթին հիշողությամբ, հետո ընտելացած միջավայրի ձգողականությամբ։ Գերտերության քաղաքացի լինելը հավանաբար հաճելի զգացում է։ Միացյալ Նահանգների հզորությունը իր ճանապարհներն են։ Օրինակ, Հոլիվուդից կարող ես մտնել 5-րդ մայրուղի ֆրիվեյը եւ ուղիղ քշել մինչեւ Կանադա։
Ամբողջ Ամերիկայով մեկ մարդիկ հյուսիսից հարավ տանող հազարավոր կիլոմետրանոց ֆրիվեյներ են սարքել։ Իսկ մենք մեր հյուսիսը հարավին կապող ճանապարհի անվան տակ 4-րդ վարկն ենք մսխում։ Այսօր ապագայի ճանապարհը փոշիացնելով ոչ մի տեղ չենք հասնի։ Հարցեր, անպատասխան հարցեր։ Լավ, մինչև երբ։ Մինչև մի քանի սերունդ երեխեքը լավ սովորեն, ավարտեն ու մեր երկրին տեր լինեն։ Բայց մինչ այդ ունեցածը պահել է պետք։ Հայաստանը տեխնոլոգիական գերտերություն է դառնալու, որովհետև կրթված հասարակությունը քաջ գիտակցելու է, որ ընդհանուր շահը առաջնային է ու դրա դեմ խաղ չկա։ Այսպես ճանապարհները նահանգներից բերեցին 90-ականների Հայաստան, երբ Բաքում հերթական գրին քարտ շահած բախտավոր ընտանիքին էինք ճանապարհում։ Դե ժողովուրդ ջան, մենք գնացինք, ինչ անենք, էս էլ երևի մեր ճակատագիրն էր։ Գիտեք, մեզ հաճելի է, որ գնում ենք։ Զրոյից պետքա սկսենք։ Մեր տան դռները Ամերիկայում էլ բաց կլինեն, որ ձեզնից եկող լինի, հետներդ թթու լավաշ կբերեք։ Այս ականը եւս մոտեցավ իր ավարտին։ Հաջորդ ականը կգրեմ Երևանում եւ հավանաբար նույն թեմային կանդրադառնամ։ Իսկ հիմա թթու լավաշների տոպրակը վերցնեմ ու երկար սպասված այցին շտապեմ։ Բայ, հայ։